Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Արմեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշարք տալու համար։ Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշարք։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ եւ վարույթային այլ գործողություններ։ Այս հայտարարությանը զուգահեռ Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց ձայնագրություն։ Ալո, ինչ կա, բարյով, Տիկո։ Բարև, հա, Տիկո։ Ախպեքից, մարդ ազանգալ իմանում։ Հա, ուրիշ թեմա է ասում, բրատնա։ Ինչ թեմա։ Փողի թեմա է ասում, ինչ ասում։ Դա ոնք ես պենչի, ասած вообще։ Չէ, ցավոտ։ Ասալա մարդ է մոտի կնալու, բայց հեռախոսամ նախ առաջինը տես բան չեն խոսում։ Հա դե գյուդում եմ եթե։ Հա։ Просто չէ, կարճ ասալեմ լա Արմենին, բաները, Արմեն դու դες տելեգրամա հեսա ես զանգել քիզ, հա։ Հա, հա։ Ասնագի մարդ եմ տիրել։ Հա, ասի խնդիր չունես, մոտիկանում ես ինձ տասերնանում եմ։ Ասի մոտիկանում ես ինձ տասերնանում եմ։ Լսեցի։ Այստեղ գներ ես մազարապար։ Ասի խնդիր չունես, տիպե։ Ասնա խնդիր չունես, տիպե։ Լավ Արմեն։ Դու կաս տես մի քիչ տանտաս։ Մի քիչ ինչքան։ Մի 50։ 50 չունեմ, ցավոտ տանեմ։ Ինչքան բա։ Ամի 30-35 կարամ բանամ։ Կարաս քարտը հարկես փոխանցեմ կարտից։ Դիմաշտան ես քնում, քրիստիա մալիկին կողքին ստոր։ Հարմուր լրատվականի բացառիկ տեղեկություններով հենց այս քրեական վարույթի շրջանակներում է անցնում եւ մեղադրյալի կարգավիճակ ունի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված падգամավորի թեկնածու Արմեն Վլադիմիրի Ստեփանյանը։ Հարմուր լրատվականը արդեն հայտնել էր, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով որոշել է բավարարել դատախազության միջնորդությունը եւ համաձայնություն տալ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածու Արմեն Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ապա ազատությունից զրկելու վերաբերյալ։ Նշենք, որ սա արդեն երկրորդ աղմկարուց դեպքն է վերջին օրերին։ Ավելի վաղ այսօր առավոտյան Արմնուր լրատվականը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական հանցագործության գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել Ուժեղ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակի 10-րդ համարի թեկնածու Հայկ Սուքիասյանի նկատմամբ։ Ստեղծված իրավիճակը նոր լարվածություն է մտցրել նախընտրական գործընթացում, հատկապես ընդդիմադիր դաշտում, որտեղ արդեն խոսում են քաղաքական հետապնդումների եւ ընտրական գործընթացների վրա ազդեցության փորձերի մասին։